ում եք տեսնում Հայաստանի հաջորդ վարչապետ։ Ինձ համար Ռոբերտ Քոչարյանը, Ինչու։ որովհետև նա ազգասեր է, հայրենասիրություն ունի, ազգի համար մտածում է։ Հաջորդ վարչապետը ոնց որ իմ ընկերը ասեց, պիտի լինի ազգասեր, մարդկանց համար մտածող, աղքատների մասին մտածող, Ղարաբաղից տեղահանվածների մասին մտածող, այդ ձև եմ տեսնում վարչապետին։ Առաջնային հարցը երկրի անվտանգության հարցը, որը միակ կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Դա ամենափորձված մարդը ինքն է մեջների էլի։ Ինչ կհիշեք իր նախագահության տարիներից, ինչ փոխվեց Հայաստանում այդ ժամանակ։ Համենայն դեպս պատերազմ չեղավ իր կառավարման ժամանակ, աճ եղավ արտադրության։ Ժողովուրդը հանգիստ էր ապրում ավելի, քան բան։ Ամենայն դեպս մեջներից ամենալավը ոնց որ Քոչարյանն է, իմ կարծիքով։ Իսկ ինչ վիճակում է հիմա երկիրը, եթե Հիմա ուրա երգիր, սա քանդել են։ Երգիր չեն թողել այստեղ, ավիրված է, ամեն ինչն է ավիրված։ Եթե ասեն շարունակվի, вообще կործանված ենք մենք։ Եկել եմ աջակցեմ Ռոբերտ Քոչարյանին եւ Հայաստան Դաշինքին։ Որովհետեւ տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, այդ 10 տարին։ ինչ տվեցին այդ 10 տարիները Հայաստանին։ Ուժ, վստահություն, ճգնաժամային առաջնորդ, որը կարող է հանել այս վիճակից։ Այսօրվա վիճակը վիճակ չի։ Սրանք որ հասցրել են մեզ այս վիճակի, այս վիճակ չի։ Ամոթ է։ Ես ամաչում եմ։ Ներկայիս ղեկավարի դեմքը նույնիսկ տեսնելուց ես ամաչում եմ։ Ռոբերտ Քոչարյանին։ Ինքը ստանձնել է այդ պարտասխանատվությունը եւ ասել է, որ ինքը կարող է Հայաստանը այս իրավիճակից դուրս բերել։ Եթե սխալ ընտրություն կատարեց հայ ժողովուրդը, սա լինելու է իր վերջին ընտրությունը, որովհետեւ այսուհետ այլևս հայ ժողովրդին չի տրվելու ընտրության իրավունք։ Գտնում եմ այսօրվա քաղաքական իրավիճակում ամենաճիշտ քայլը այս թևին եւ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին սատարելն է։ Երկար բարաքաղաքական մեկնաբանություններ չանեմ, բայց այսօրվա այս խորը փոսից հանելու համար պետք է այնպիսի ուժ եւ այնպիսի կազմակերպված անձնավորություն, որ կարողանան, որտեղ շատ ենք խորը ընկղմվել։ Ես հիշում եմ դպրոցում աշխատում էի եւ աշխատավարձի բարձրացումներ կային, լավ հիշում եմ։ Հետո մի տեսակ վստահությունն է շատ մեծ, կայունության վստահությունը, որ չկար են մտավախությունները, մտահոգությունները, որ ամեն վայրկյան կարող է նորից պատերազմ լինել։ Մենք մեզ ուժեղ էինք զգում։ Սա ամենակարևոր բաներից մեկն էր։ Մենք բոլորս մտածում էինք, որ թուրքն ինչ է, որ մենք ենք դրության տերը։ Հնարավորին չափ արագ հարկավոր է իշխանափոխություն անել, որպեսզի նորից հայ մարդը վերագտնի իրեն։ Շատ սատարել Հայաստան Դաշինքին։ Ուզում ենք, որ մեր երկիրը արձատագրվի այս թուրքա հապատակներից, այդքան բան։ Արցախից եք։ Չէ, Արցախից չեմ, բայց սիրտս է մնացել Արցախում։ Գարդեմ տա միակ դաշինքը, որ գաչողացնի եւ գազադե Հայաստանը։ Իսկ ինչ վիճակում է հիմա Հայաստանը, ինչից պետք է ազատել Հայաստանը։ Ինչից պետք է ազատել, ամենքը շատ լավ գիտեք, մեկ չկա խոսել գարդեմ թե ստագ ամեն ինչ։ Իր ծրագրային բոլոր դրույթների մեջ Հայաստանն է եւ հայ ժողովուրդն է։ Իսկ հայ ժողովրդի այսօրվա խարխլված իրականությունը, որը որ այսօր մենք տեսնում ենք, դա հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունի, աղերս չունի։ Այդ կեղծ խաղաղությունը, որ այսօր ժողովրդին կերակրում են այդ թղթերով, արդյունքը մեր Արցախն է, որ գոյություն չունի։ Այդ նույն փաստաթղթով են եկել իշխանության, որի պրտե խաղաղություն են բերելու եւ խաղաղության արդյունքում կորցրել ենք Արցախը։ Միակ քաղաքական ուժը եւ որը որ դեպի Հայաստանի ազգային նպատակներին է գնում եւ հայոց իրականությունն է հանում ջրի երես, դա Հայաստան Դաշինքն է իր падգամավորության թեկնածուներով եւ իր գաղափարական մոտեցումներով։